Բարև ձեզ, հարգելի հայրենակիցներ, այսօր 2026 թվականի մայիսի 1-ն է, 2026 թվականի մայիսի 1-ի դրությամբ ես ցանկանում եմ իմ հողամասի ու իմ հարևանի հողամասի այդ միջև գոյություն ունեցած 90 թվականից փաստացի սահմանները ներկայացնեմ ձեզ, այս հատվածում ոնց որ թե խնդիր կա, ուղղակի ես ներկապային ուզում եմ այս 2026 թվականի մայիսի 1-ի դրությամբ հստակ փաստեր ներկայացնեմ ու արձանագրվի, որ 2026 թվականի մայիսի 1-ի դրությամբ դեռևս այդ փաստացի սահմանները, այսինքն 36 տարի շարունակ 1990 թվականից գոյություն ունեցող այդ փաստացի սահմանները գոյություն ունեն, խոսքը իմ օրինական սահմանների մասին չի, այլ իմ ու հարևանի միջև եղած փաստացի սահմանների մասին է, հեսա հիմա ցույց կտամ, խոսքս այս սահմանների մասին է, մենք հիմա պետք է արձանագրենք, որ 2026 թվականի մայիսի 1-ի դրությամբ դեռևս այս սահմանները գոյություն ունեն փաստացի, խոսքս իմ օրինական սահմանների մասին չի, այլ փաստացի, այսինքն եթե փաստացի մասին նշանակում է այդ փաստացի իմ ներսում գտնվող հատվածում ամենքապատկան տարածք կա, դրա մասին ընթացքում կանդրադառնամ, Էսա սետկան տեղում է 2026 թվականի, նայում եք բետոնի պատ է, ես իմ պատն է ընդհանուր գալի, այս ես թեքվում է ու բետոնի պատը թեքվում է ու բետոնի հիմքերով 20 մետրի չափով դες գնում է երկարությամբ, հետո վրայից բետոնի հիմքերի վրա արդեն սետկան է ամրացված, բայց սետկան միջև գլխավոր մայրուղի է հասնում, Երևանմեղրի գնացող մայրուղի։ Հիմա ես այս արձանագրելուց հետո ես չգիտեմ հետագայում այս սետկան կտեղափոխվի, որ կողմի շկարվի, թե օրինականությունը, ճշմարտությունը, արդարությունը կպահպանվի ու սետկան կմնա իր տեղը, ես չգիտեմ ինչ կլինի, ամեն դեպքում հետագայում եթե դատարան այս գործը հասնի, ես այս փաստերը դրա համար եմ հիմա արձանագրում, որ հետագայում չասեմ, որ այդ սետկան միջև հետ չի եղել։ Չնայած հիմա ես ուրեմն 1990 թվականից այդ համայնքի հողերը հատկացնելուց հարգելի հայրենակիցներ, ուրեմն երկու հարևան այս հողերը կիսել են իրար մեջ, համայնքապատկան ազատ տարածք է եղել, մի քանի մետրը համայնքապատկան ազատ տարածքի մի հարևանն է վերցրել, մի մասը մյուս հարևանը, այսինքն ու այդ մեջտեղը այս բետոնի պատն է գնացել, այսպես թեքվել է, որպես սահմանանիշ, ու այս սետկան, բետոնի հիմքերով վրան ամրացած այս սետկան է գնացել ու հարևաններով իրար հետ խնդիր չեն ունեցել այս պահով, ոչ էլ հետագայում ես եմ 2007 թվականն եմ իմ հողամասը առել, 2007 թվականից մինչև 2026 թվականի հունվարի 16-ը ես էլ իմ հարևանների հետ որևէ խնդիր չեմ ունեցել այս Ռուբոյի հետ, այս Ռուբոյի հողն է իմ կողքը, մեր հարևանը Ռուբիկի հողն է, տնկիների Ռուբիկի, մենք իրար հետ մինչև 2026 թվականի հունվարի 16-ը սահմանների պահով որևէ խնդիր չենք ունեցել, հիմա էլ իբր թե չունենք, բայց ոնց որ թե
այդ խնդիրներ չունենալը ճակերտավոր է համարվում, այդ դեռ ընթացքում կպարզվի, իսկ մինչև պարզվել է, ես ուզում եմ ներկայացնեմ ուրեմն փաստերը, որ այս սահմանը 90 թվականից գոյություն է ունեցել, հիմա կարող է նախկին տերերին այդ ինչ-որ մտերմիկ կապեր ունեցողներ լինեն, ասնել եք, հայտարարեք, որ սահման սուտ ասեմ, այդպես բան չկա, մենք հող չենք կիսել իրար մեջ, ես եմ բաման, հիմա ես մի քանի փաստ կնշանեմ, չնայած այդ տերերին նախկին ոչ Գվիդոնի, ոչ էլ նախկին տիրոջ չեմ էլ ճանաչում Լուբոյի հողի, ես իրանց ազնվությունը, մաքրությունը, ձև ասած կասկածի տակ չեմ դնում, ես ուղղակի փաստն եմ ներկայացնում, ես չգիտեմ, այդ վերջ 4-5 տարիներն այնքան բաներ ա կատարվել, որ ես իմ ապահովությունը, ձև ասած, իմ ձեռքում պետք է պահեմ, հիմա ես ուզում եմ ապացուցեմ, որ իրոքից այդպես կիսվել է իրար մեջ, ու փաստերով եմ ուզում ապացուցեմ, առաջի փաստը, ուրեմն, որ 90 թվականից էլ, հիմա կարող է 92-ից ես բետոնը արված էլ, այդ 2 տարում արվել, առաջի փաստը, որ Սետկայի ծենկում դեպի իմ տուն, իմ փաստացի սահմանն է, իմ հողամասի, այս բետոնը 90 թվականից գոյություն ունեցող, 1990-ից 92 թվականից գոյություն ունեցող, այս բետոնե պատը ու բետոնե հիմքը ու Սետկան են հաստատում, իմ ասածը, այսինքն հետագայում, եթե որևէ մեկն էլ ասի, դες պայմանավորվածություն չելել, թող ասի իրա ցավը տանեմ, բայց այս Սետկան ասում է, որ պայմանավորվածություն, անկախ նրանից պայմանավորվածություն ելելա թե չելել, այս փաստացի սահմանները այս ժամանակ է արվել, այսինքն չէր կարա հարևանի հողի մեջ գնար 9 մետր եռանկյունաձև լենության, այտենց մտներ հողի մեջ, ու բետոնե պատ գցեր, Սետկա գցեր, հարևանն էլ ձեն չաներ, թեկուզ 5 մետր բան, այսինքն 1 մետրի, 2 մետրի, 3 մետրի խնդիր չի, ստե խնդիրը մինչև հունվար 16-ի դրությամբ մենք գիտենք, որ 5 մետր լայնության եռանկյուն ու խնդիր է, բայց հետո պարզվել է, որ այս հատվածում ոչ թե 5 մետրի է, այլ 9 մետր լայնության, այսինքն չէր կարա, չէ, հարևանի հողի մեջ գնար 9 մետր լայնության մտներ հարևանի հողի մեջ ու բետոն բանաներ, հարևանն էլ ձեն չաներ, ուրեմն այս առաջի փաստը, երկրորդ փաստը, այդ որ ապացուցում այս փաստացի սահմանների պահը, որ 90 թվականից գոյություն ունեցել է ու այս չափսերն է գոյություն ունեցել, Եղեգնաձորի համայնքապետարանում մինչև վերջերս գոյություն ունեցած, չգիտեմ, մինչև այդ հողը, երևի մինչև այդ հողային տեղաշարժը գոյություն ունեցած քարտեզն է, այդ քարտեզը ես իմ ֆեյսբուքյան, քարտեզի մի փոքր հատված իմ ֆեյսբուքյան ետնանկարի ետնապատում եմ հրապարակել, այդ նկարը որ մտնեք, իմ ետնապատը պրոֆիլի նկարը դե կտենակ իմ ֆեյսբուքյան էջի ետնանկարում է հրապարակված էլ է ձև ասած, կարա կտենակ այդ քարտեզի մասին, ուղղակի ես մեր հողամասերին վերաբերվող հատվածն եմ ուղղակի մենակ կտրել, հրապարակել այդ քարտեզից, այդ քարտեզը հանդիսանում է այդ հողահատկացման ժամանակ Եղեգնաձոր համայնքի իրավական օրինական քարտեզն է հանդիսացել, այսինքն այդ հողահատկացումները ժամանակ ոնց որ արվել է, ինչ է որ կիսվել է, ինչ արվել է, այդ քարտեզը ապացուցում է, որ 1990 թվականից այս սահմաններն են գոյություն ունեցել, այդ քարտեզում իմ հողամասի սահմանը եղել է
1295-ից դրոպ ընդ 31 հանածա ինչ-որ 1295 քառակուսի մետրից 1264 քառակուսի մետր, այսինքն 31 քառակուսին ինչ-որ կասկածանքի ձևով է նշված եղել, բայց այս կողքի հողամասը, ռուբոյի ներկայիս հողամասը եղել է 827 քառակուսի մետր, ըստ այդ քարտեզի, ուրեմն հիմա կարող է մարդիկ էլ մտածեն, ասեն, խոսքի կարող է մարդիկ էլ մտածեն, ասեն, քո ինչ գործն է, թե հարևանի հողամասը ինչքան է եղել, որ թվին կամ հիմա ինչքան է, ես ուրեմն այդ մարդկանց կպատասխանեմ, որ էլի իմ գործը չի, ուզում եմ իմ հարևանինը 5000 էլի, 10000 էլի, ես երբեք իմ հարևանները թե ինչով են անում, ինչով են զբաղվում կամ հողը պահը ոնց արան, ոնց չարան, ինձ երբեք չի հետաքրքրել, բայց եթե ես տենում եմ, որ իմ հարևանի սահմանը կադաստրային քարտեզի ինչ-որ կետով, անօրինական ձևով, շատ կասկածելի ձևերով, եթե ասած ենթադրյալ կասկածելի ձևերով կարող է թուլիմացություն էլի, չնայած այդ թուլիմացությունը մի քիչ շատ քիչ հավանականություն, այդ միտումնավոր վստահ արված է ենթադրաբար, այդ ենթադրաբարը նշում է, որ հետո որ ես գործմուս չհարություն պարտիկ պահանջեն, այսինքն ինչի մասին, երբ որ իմ հարևանի հողերի հետ ես երբեք չեմ հետաքրքրել, բայց երբ որ տենում եմ իմ հարևանի հողային սահմանը կադաստրի քարտեզով գալի մտնում է հասնում է իմ հողի տարածք, այն էլ 5 մետրից 9 մետր լայնության եռանկյունաձև, ես որ հեսա բարձրանամ վերև այդ հատվածը ցույց կտամ, այդ ժամանակ արդեն ինձ հետաքրքրում է, պետք է որ հետաքրքրի պաշտպանվելու համար, իմ եղածը ինձ պահելու, իմ սահմանները պաշտպանելու համար ինձ պետք է հետաքրքրի, թե խոսքի այդ թվերին, այդ ժամանակ ինչքան է եղել իմ հարևանի տարածքը, ուրեմն սես բան ասեմ, համայնքապետարան այդ քարտեզի, ես ասեմ, որ ինչքան է եղել, 1295, ընդ ինչ-որ կասկածելի 31 քառակուսի մետր անել են, մաքուր իբրև մնացել է 1264 քառակուսի հողամասը, իսկ այս հողամասը, կողքի հողամասը եղել է 827 քառակուսի, ըստ այդ քարտեզի, այդ քարտեզը իրավական հիմք է հանդիսացել, ընդ հստակ թվերը նշված, այս են օրինական գծագիրը, այս են հետագայում ասում եմ, հիմա ուրիշ քարտեզ է, այդ հողային տեղաշարժերի ժամանակ բնական է փոխված կելի, բայց այդ հողային տեղաշարժի ժամանակ նաև իմ փաստացի սահմաններն է խախտվել, ու այդ 5 քարտեզի պահով, որ ասում եմ, 5 քարտեզ ինքը կարա մինչև 2021-ը գոյություն ունեցած էլի, ինձ ասում եմ մինչև 2002, 4, 6 թվերն է գոյություն ունեցել, բայց ես կասկածում եմ, ինձ թվում է մինչև 2021 թվա է, եթե պետք էլի դատարանում կարանք պարզենք, այսօր 90 թվականները չի, որ կարողանան ինչ-որ բաներ հետքեր վերացնեն, ամեն ինչ կարա դատարանում պարզվի, թե հարկ եղա, ասված չան դատարան հասնի, ես իմ այդ 4 ամիս էդ եմ փորձում անեմ, որ մարդկային ձևով այդ հարցը լուծվի, ամեն դեպքում այդ քարտեզի հիման վրա համայնքապետարանի այս բետոնի պատից արգելի օրինակիցներ, մինչև այդ երկրորդ հողը, եթում է այս հողը ռուբոյի հողն է, այն կողի հողը այտենց էլ չենք իմանում, Ալվարդի Էդոյի նախկին տերերի իրանք են եղել, այդև ասած իրանց հողն է, ըստ այդ քարտեզի մինչև ու ընդ արդեն խաշմերուկ է սկսում, չեմ ուզում հասնեմ այն մասը, ուրեմն ըստ այդ քարտեզի այս բետոնի պատից մինչև Ալվարդի հողի մյուս ծերը, ճանապարհի կողմը, այդ որ թերքում է խաշմերուկը, 57 մետր 40 սանտիմետրից 57 մետր 60 սանտիմետր,
ես անձամբ կնոջս այդ մետրով չափել եմ այս պատից միջև այդ ճանապարհի խաշմերուկ մի հատ տրապար կա դրած այդ տրապարի ուղղությամբ եղել է 58 մետր 10 սանտիմետր այսինքն այդ քարտեզը ես համոզվել եմ որ ինքը օրինական է եղել չափսերն էլ օրինական ձևով համընկնել է այսինքն երկրորդ փաստը այն որ այս տարածքը փաստացի սահմաններով ներսի տարածքը եղած փաստացի սահմաններից ներս եղածը այդ բանը բայց ոտան ստացվում մեքենան ասի այսինքն այդ քարտեզի պահը եւս ապացուցում է որ այս սահմաններից ներս այս սետկայից ներս գտնված այդ 5 մետրից կամ 9 մետր այն թելը գցել եմ հեսա որ փռան վերև կնայեք այդ եռանկյունաձև հատվածը որը կազմում է 122-ից 123 քառակուսի մետր ընդհանուր մակերեսակա ունի այդ չափսերը իմ մոտ կա ես արդեն ֆիքսել եմ իմ մոտ հեսա կտենակ թելը գցած է այսինքն այդ 122-ից 123 քառակուսին որ այս սետկայից ներս եղել է դեպի իմ հողամաս այդ համարվել է համայնքապատկան տարածք այսինքն այդ տարածքը ոչ իմն է եղել ոչ էլ ռուբոյին է ու այս սահմանից այս սետկայից դեպի ռուբոյի հողամաս էլի փաստացի սահման է եղել էդ էլ է համարվել խոսքի համայնքապատկան տարածք դա ինձ այդ չի հետաքրքրում ինչքան ա եղել ինչքան չի եղել ինձ իմ սահմանի ներսի փաստացի սահմանից ինձ ներսինն է ինձ հետաքրքրում նորից եմ ասում ես հարևանների պահով երբեք չեմ հետաքրքրվել հողի ինչքան է թո 5000 էլի 827 չելի 10000 էլի բայց ոչ իմ փաստացի սահմանների հաշվին ուրեմն երրորդ փաստը հեսա մի րոպե երրորդ փաստը ուրեմն Եղեգնաձորի գլխավոր ճարտարապետ պարոն Արմեն Աղաջանյանի կողմից 2026 թվականի փետրվարի 18-ին տրված հատակագիծն է ես գրավոր դիմել եմ Եղեգնաձոր համայնքի ղեկավար պարոն Դավիթ Հարությունյանին քանի որ այդ սահմանների ճշտման օրենքն էլ դուրս էր եկել հեսա ես այդ կասեմ ինչ օրենք է մի րոպե ժողովուրդ ջան գրել եմ որ չմոռանամ ուրեմն ՀՀ կառավարության կադաստրային քարտեզներում հայտնաբերված սխալների ուղղման կարգը սահմանելու մասին 2021 թվականի ապրիլի 29-ի N698 որոշման այսինքն ինչքան նմանատիպ խնդիրներ կար համայնքներում ես են համայնքի հողերում պետք է ուղղվեր ու լրացուցիչ այս 2025 թվականի դեկտեմբերին որ են մյուս օրենքը ելավ երկրորդ օրենքը որ այսինքն անօրինական շինությունները օրինականացման այդ թույլատրության անելու այդ հնարավորությունը ես դիմել եմ Եղեգնաձորի համայնքի ղեկավարին որպեսզի գանք իմ սահմանների ճշտումը ուղղում անի որպեսզի ես կարողանամ հետագայում իմ բանը սահմանը Լուսահոգի Տիգրանի կողմից սահմանը սետկա չկա բաց է սահմանը վերևից բաց է մայրուղու կողմից այսինքն շուն թափառական շներ են հայտնվում իմ հողամասի մեջ անծանոթ մարդիկ են ելքումոտ կանում որն էլ երբեմն կռվի պատճառ է դառնում կարա միտումնավոր ուղղորդված ձևով էլ ինչ-որ մեկին ռզգեն որ կպնես մտնես տանեն փորը տան փակել տան այդ իրանցից հեռու չէ էլի այդ վերջի 3-4 տարվա մեջ այդպես բաներ շատ եմ տեսել այսինքն ես դիմել եմ Եղեգնաձոր համայնքի ղեկավարին որ միանգամից համ իմ ես նայն ճշտում ուղում կատարին համ գային ես իմ պատը ես կարողանայինմ դիմիմ օրինականացնիմ 90 թվականից
հա իմենատել մեկը մեքենաներից ներքևելի պատկ, այդ պատերը ինտան դիրքը ճշտիմ, օղում կատարիմ, սահմանների ճշտում անիմ, հա, ու բացի հետ նաև ստե ջրի քաշելու խնդիր կար խմելու ջրի, դες հարևանի ջրի խողովակն են նա, այս հողի, ռուբոյենց, հա, իմ էսա նայեք ստե փոսը, հա, այս փոսն էլ նայեք արձանագրեք, որ խոսքի այդ հին փոսա փորած, անցած տարի եմ փորել, այն կողմից եմ փորձել իմ ջուրը քաշում, բայց չեմ կարեցել, տաթ ա եղել, ստեից ստիպած փորձել եմ ստեին այնա ոնց որ ստացվել է, այս տակի մասից, այսա, այստեղից ծակելու եմ բետոնի տակից, ու այս լուկի մոտի հատվածն եմ խմելու ջրի տոշկա կա, տերից իմ խմելու ջուրը քաշելու եմ, այսինքն ես այս սահմանների ճշտումը նաև այս իմ խմելու ջուրը, որ պետք է քաշիմ, այս է փոսը նայեք, սենց ավելի լավ է երևում, հա, ստեյով պետք է տանեմ, մտցնեմ իմ տուն, հա, այսինքն այդ փոսը հիմա դուք տեսաք, որ խոսքի ենա խոտեր թազա փոսած, փորած փոս չի, նոր չեմ փորել, այդ անցած տարվա փորած փոսը, ուղղակի վերևը տաթուտելի հատված կար, չեմ կարողացել այդ հատվածը բան անեմ, այդ ամեն ինչա փորեմ, այդպես կայնել եմ, հետո ցրտերն ընկան, այդպես թողացին, որ այս տարի շարունակեմ, բայց այս տարի եկան դեռ այս խնդիրները կա, ես հələ որ սենց աստղավի տմարը միջև այս հարցերը լուծեմ, հա, այդ հարցով նաև դիմումի մեջ, Եղեգնաձորի համայնքի ղեկավարին դիմացին դիմումի մեջ նաև այդ խնդիրներ նշված, որ ոսկի ջուր քաշելու խնդիր կա, բանը, այսինքն իրանք այն ժամանակ մարդիկ են ուղարկել, ես իմ ցավ տանում, հələ որ չի երևում այդպես, այն ժամանակ խնդրել են, որ կան սահմանների ճշտում օղում անեին, որ ես կարողանայիմ իմ սահմանները այդպես փակիմ ու խմելու ջրի խնդիրը լուծեիմ, փետրվարի 2026 թվականի փետրվար 17-ին դիմումը գրել եմ, 18-ին Եղեգնաձոր համայնքի գլխավոր ճարտարապետ պարոն Արմեն Աղաջանյանը ու Եղեգնաձոր համայնքի ղեկավարի առաջին տեղակալ պարոն Վարդան Ավագյանի օգնականը պարոն Սամվել Օրձյանը երկուսով եկել են, այս սահմանները չափել են, շնորհակալ եմ իրանցից դրա համար, այս սահմանները մարդիկ մետրով իմ աչքի առաջ չափել են, այս ամբողջը, ու ինձ հատակագիծ են տվել, իմ հողամասի հատակագիծն են տվել, որտեղ որ այդ հատակագծում կնիկված փեչատված փետրվար 18-ով են այդպես գրել, այդ օրն են եկել չափել, այդ օրվանով են գրել տվել, բանը փեչատ կնիկված ու ստորագրված Եղեգնաձորի գլխավոր ճարտարապետ պարոն Արմեն Աղաջանյանի կողմից ստորագրված, որ այո, այնտեղ գրված է, նշված է հատուկ ձևով, որ այս հողամասի սահմանները 90 թվականից փաստացի սահմանները էս ա եղել, ու հանդիսանում են կոորդինատների, հələ այս բաղ ուշադիր լսեք, որ այնտեղ նշված է, հանդիսանում են կոորդինատների ուղղման հիմք, այսինքն եթե ես նայեմ իմ սահմանը խոսքի, այս պատից իմ GPS-ի կետը եկել է դեպի բան, փողոցի ճանապարհ, ես կարամ դա հետ տանեմ, հատկապես եթե վերևը էլի համայնքի հող է, այն մասը հարևանի հող չի, այդ խնդիրը ասեմ, որ այն անկյունում կա, լուսավորքի Տիկոյի կողմի, այդ հարևան Տիկոյի կողմի այդ հատվածում, բայց այդ հələ հետո է խնդիրը, այդ հիմա մասին, դրա մասին չի խոսքը, այսինքն այդ կոորդինատների նշման հանդիսացման
հանդիսանում է կոորդինատների ուղղման հիմք, այդ հատակագիծը, այդ նշանակում է, որ այ օրինակ հիմա փաստացի սահմանը խաղ տվել 9 մետր, մենք գիտենք 5 մետր է, բայց փաստորեն 9 մետր եռանկյունաձև համայնքապատկան տարածքը հայտնվել է Ռուբոյի սեփականության ներքո, ձև ասած, կադաստրի կետերով, գծերով, այսինքն կադաստրի աշխատակիցները այդ պետք է օրինական հիմք համարին, ու այս ուղումը կատարեն, բայց կադաստրի աշխատակիցները Եղիգնաձորի համայնքի այդ գլխավոր ճարտարապետ պարոն Արմեն Աղաջանյանի տված հատակագիծը առ ոչինչ են համարում, ասում են մեր համար այդ նշանակություն չունի։ Այդ հատակագիծը երբ որ եկել էին չափուձևին անում պարոն Արմեն Աղաջանյանը եւ Սամվել Օրդյանը, Ռուբոն ստե գործեր անում, այս իրանց իմ պատին կպած իրանց վարդի թերթերն էր ձևավորում, այս իրանցն է, իրանք են դե գովարտոտան աշխատող կինա, ծնողի պես ընդունում հարգում եմ, ինքն է այդպես տրել, ես բան չեմ ասել, ավելի լավ սիրուն կելի պատը, այս ժամանակ խոսքի Ռուբոն տեսել է, որ Եղիգնաձորի գլխավոր ճարտարապետ պարոն Արմեն Աղաջանյան ու օգնական բանը պարոն Սամվել Օրդյանը այդ բանը չափսերն են վեկալում, ու իրանց դեմ գլխավոր ճարտարապետը ասել է, որ Սամոն ջան, հեսա քո սահմանը, ստեից սեսիան ոչ մեկը իրավունք չունի ներս ու դուրս անեսն, եթե քո համաձայնությունը չլի, ու այդ ժամանակ խոսքի Ռուբոն չի ասել, էլի խոսքի, այս ինչ եք ասում, ես իմ սահմանը 9 մետր են կոմա, հիմա կարող է Ռուբոն ասի, ես չեմ իմացել այս բաման, բացառված բան է, եթե ինքը կասի ես չեմ իմացել, ինքը Եղիգնաձոր համայնքի նախկին ավականու անդամ է եղել, եթե ինքը ավականու անդամ է եղել ու չի իմացել, որ իր հողը խոսքի ոչ թե սետ կանա օրինական, այլ մի 9 մետր եռանկյունաձև են կողմ, այդ արդեն իր խնդիրն է, մեր խնդիրը չի, թեխի չի իմացել կամ ես կամ են, այսինքն այդ ժամանակ պարոն Աղաջանյանը, որ այդ հայտարարելը ինքը ձեն չանել, հայտարարելուց հետո այդ հատակագիծը երբ ես տվել է, սկանեմ արել, մի օրինակը ես տվել եմ Ռուբոյին ու շեշտել եմ Ռուբո ջան, տվել եմ իմ արևան Ռուբիկին, ասել եմ Ռուբիկ ջան, որ վաղը միսօր հողմով ծախելու կելես, ինչ-որ խնդիրներ կելի, ես հələ այդ օրինականացման գործի ընթացով եմ զբաղված, ինչ-որ խնդիրներ եթե կելի, դու ես հատակագիծ այդ հարևանը ցույց կտաս, որ ես է, ու գլխավոր ճարտարապետն էլ ինձ ասել էր, եթե որևէ մեկ այդ խնդիր կունենա սահմանների պահով, ես իմ տված հատակագծի սահմաններում էլի փաստացի, որ մեկը որ իր զեն կանի, կուղարկես իմ մոտ, ես իրա պատասխանը կտամ, դու առողջություն չունես, ոչ մեկի հետ այդ հարցը ոչ կկռվես, ոչ, այսինքն մարդը չի ուզեցել ես շուկարովների մեջ ներքաշում, դա համար էլի շնորհակալ եմ իրանից, այսինքն երրորդ փաստը, որ սետկայից գտնվող այս ցանկապատից, ես մի րոպե փորձնում, այսինքն փաստը, որ այս սետկայից դեպի իմ հողամաս գտնվող այդ 122-ից 123 մակերես քառակուսի մետր ունեցող մակերեսով այդ տարածքը համայնքապատկան տարածք է, այսինքն դա ևս ապացուցում է այդ հատակագիծը, որ դա Ռուբոյինը չի, ու չէր կարա Ռուբոյի կադաստրային գիծը կետը գարահասներ ընդ է, այդ անցներ այդ սահմաններից, եթե անցել էր, ուրեմն պետք է անցել է, ուրեմն պարտա, մենք պետք է մարդկային, օրինական, ճշմարտացի, արդարացի լուծում տանք։ Ռուբոն հիմա չի ասում, չէ, իմ նայեսեն, ինքը, բայց 3 անգամ ինքը տարբեր բաներ ասել, բայց երբ եկել է այդ հստակ գործողություններ իրականացնելու ժամանակը, հեսա մեքենա գնում, բարձ ատամ,
3-ից 4 անգամ ինքը ասել է, միջև հիմա էլ ինքը չի ասել, ես այդ կողմից սետկայից են կողմ ես պահանջ ունեմ, հա, բայց դե ես էլ իրան ասում եմ, պահանջ եթե չունես, աղբեջան, ուրեմն վաճառի ինձ, ու այսինքն կադաստրի գներով, ոչ թե ես իմի շուկայական գներով, հա, եզև ասած բանը, համայնքային գներով էլի, համայնքի հողին ճարժի, այդ գնով դու վաճառի, ես այդ գործարքների սաղ կանեմ, ինչ կավելան է, այդ փողը կտամ քեզ, գործարքները այսինքն նաև իր հողամասի գիրքը ես պետք է անեմ, ես կտորի գիրքը առանձին պետք է անվերեսն, հա, բայց իր այդ մի բան պայմանավորում ենք, արդեն 3-4 անգամ եղել է դες բան, բայց հենց ասում է այդ գործողությունը իրականացնելու պահը հանգած ինչ-որ մի բան տեղ է ունենում ու այդ ինչ-որ պատճառաբանություն առաջանում, հիմա հարգելի է թե հարգելի չի, ես չեմ կարող ասեմ այդ պատճառաբանությունը, այդ ամեն ինչը փլուզում է, չի ստացվում է ձև ասած, այդ երրորդ փաստն էր, չորրորդ փաստերն է, որ ես այլ եմ էլի վերևից դուրս գամ, չորրորդ փաստն էլ են, որ այս սետկայից ներս գտնված այդ 122 քառակուսին, 122-ից 123 քառակուսի մակերես ունեցող այդ հողային տարածքը ոչ իմն է, ոչ Ռուբոյնն է, այդ համայնքապատկան ազատ տարածք է, այսինքն դա ևս են ապացուցում այս սետկայից այս կողմ դրա ապացույցն է, որ ոչ այս հողամասի նախկին տերը, ոչ էլ Ռուբոն, երբեք այս սետկայից են կողմ որևէ իրավունք չեն ունեցել իրանք, որևէ խոսքի երբեք որևէ ծաղիկ չեն տնկել այդտեղ, խոսքի ինչ-որ բանջարեղեն չեն ցանել, խոտ չեն քաղել, այսինքն իրանք այդ սետկայից են կողմ որևէ իրավունք չեն ունեցել։ Ոչինչ։ Հա։ Մի րոպե ժողովուրդ ջան։ Չեմ անում, ցավը տան, չեմ անում։ Իմը չի։ Ես հիմա ուրիշ բան, իմը չի, կուրսի չեմ են հողից։ Հետո էլի, մի կես ժամից կգաս կխոսանք։ Կես ժամից կգաս կխոսանք, հիմա ես եթեր եմ անում։ Չէ։ Այսինքն այս սահմաններից ներս որևէ իրավունք իրանք չորրորդ փաստը հետա, որ 90 թվից սկսած, ժողովուրդ ջան, այս սետկայից ներս ոչ Ռուբոն իմ արևան, ոչ էլ իրան այդ հողամասի նախկին տերը, երբեք որևէ իրավունք չեն ունեցել այս ձև ասում, փաստացի իրավունք իրանք չեն ունեցել, ոչ ծառ ընտնկել, ոչ ծաղիկ, ոչ տնգի, ոչ բույս, ինչ-որ բանջարեղեն, ոչ խոտ են քաղել այս տարածքում, հիմա կարող է Ռուբոն ասի, ես հարկ եմ վճարել, ինչ-որ կեղծ են թղթեր, իբր թե ցույց տան հին թվերով ինքը այդ թվերին հարկա վճարել, եթե հարկա վճարել, ես հեսա որ բարձրանամ վերևը ցույց կտամ, այդ 122-ից 123 քառակուսի մետր տարածքում ինքը եթե հարկ էր վճարել, ուրեմն ինքը նշանակում է, այսա թելը որ ուշադրին է երևում, այդ հատվածում եթե ինքը հարկա վճարել է թողի համար, ուրեմն ինքը իր օրենքով իր սետկան քաշերնդե, տնգի անդե աճեցներ, վերջը ինչ-որ ծառ տնգեր, օգտվել, վերջը հարկա չէ, մի տարի կոպիտ ասած ինձ լավություն արավ, 2 տարի, 3 տարի, բայց 19 տարի այս հողը իմ ձեռն է, 2007 թվականից եմ այս հող առել, ինձ է պատկանում, իմ սեփական հողամասն է հանդիսանում, 2009-10 թվականներից էլ ինքը, այսինքն 15 տարի էլ ինքն է,
օրինական ձևով այդ հողը առել, հա, բայց միջև այդ ինքը օգտագործել է։ Ես որ հողը առել եմ, ինքը չի ասել ինձ, բա գիտես Սամվել ջան, ճիշտ այդ հողը իմը չէ, բայց այս հողի սահմանը այս այդքան չի, այլ խոսքի 5 մետր կամ 9 մետր են կոմա, ձեն չանել, ինքը նոր հողը առնելուց էլի խոսքի չի եկել ինձ ասի, բա հողը առել եմ, պարզվել է, որ այս սահմանը ոչ թե ստե է, այլ խոսքի 9 մետր կամ 5 մետր եռանկյունաձև ընդեա Սամվել ջան, այդ հարցը ոնց ենք լուծելու, նման բաներ չի ասել ու երբեք ինքը ոդկա, այդ սետկայից ենքոն չի դրել, այդև ասած, ոչ ինքը, ոչ էլ իրա նախկին տերը։ Հիմա այդ 4-րդ փաստները, այդ դրա 4-րդ փաստերը անհերքելի փաստերն են, հա, որ ապացուցում է, որ խոսքի եթե հարցը հասնի դատարան, հենց այս 4 փաստի հիման վրա ես կարամ բան անեմ, շահեմ այդ դատը, հա, այս հատվածն էլ ասում եմ, էս է գալիս է այստեղ միջև, ահա, 9 մետր, էս իմ նիշն է, ուրա, երևում է ժողովուրդ ջան, էս արմատուրան իմ նիշն է, ըստ կադաստրային բաների, էսա, այսս բարձանում է իմ նիշն է, էս, այսինքն դուք պատկերացնում եք ոնց կլեր բան է, որ 9 մետրը այդքան բան էր, ես անցնենք ենքով խոսում, այդ արմատուրայից այս իմ նիշից միջև այս բետոնե ոչիչ եմ տալիս սետկայի, այստեղը հեսա այստեղ դրսից դուրս 9 մետր է, միջև այս 90 թվականից գոյություն ունեցած է։ Մա ուզում եմ վերևից էլ ենք ցույց տամ մի հատ։ Այսինքն այդ 9 մետրը դուք որ նայեք եռանկյունաձև հարգելի արևնակիցներ, այդ 9 մետրը դուք նայեք, այդ որևէ արևան թույլ չէր տա, չէ, կամ որևէ արևան չի կարա, չէ, գնա մեկի հողի մեջ 9 մետր խոսքի եռանկյունաձև էլի լենության այդպես պետք է մտնի հողի մեջ սետկա գցի կամ էս կամ են, հա, այսինքն ըստ կադաստրի ես իմ առաջվա նախկին հողի տերը 9 մետր մտել այդ մարդու տարածք էլ է ձև ասած եռանկյունաձև, հա, որ ասում ես էլ իմ մյուս կողմի արևանի պահովա, հողամասնա լուսահոգի տիկոյի, աստված հոգին լուսավորի, ստել կադաստրի նիշերը ես կասեմ բանը, բերել չապել ենք, եկել անգելա ուրա, այստեղ, էսա, տերմ եք ոտաս, պատից 1 մետր 15 սանտիմ բերել հեռու ենք գցել, այսինքն հիմա իմ պատը էսա, 1 մետր 15 սանտիմ իմ հողամասը օրինական, թե հիմա թույլ իմացություն այլել, թե անոր միտումնավոր ձևով այդ արվել իմ շինարարության հետ կապած միտումնավոր ձևով այդ արդեն կպարզվի, բայց 2020 թվական 21 թվականի այն որոշումը հենց այն ասում, որ իրանք կարան այս 1 մետրը տանեն կպցնեն իմ պատին, հա, վերևի կողմից հարևան չի, այլ համայնքի հողը, ինչ-որ մեկի համայնքի սեփականություն, այսինքն այս 1 մետրը կարան տան համայնքին, ճանապարհը Լենանա, այս փողոցի ճանապարհն է այս, ահա, ճանապարհը 1 մետր ու Լենանա, իսկ համայնքից վերևից 1 մետր տան ինձ համայնքի հողից, որ ընդե քանի մետր ազատ տարածք կա, այսինքն ինչ-որ կա կարևոր նշանակությունը, որ խոսքի համարենք, այս ճանապարհի ավելի կարևոր նշանակություն ունի համայնքապետարանի համար, համայնքի համար, այս թաղամասի համար, քան թե վերևի այն ազատ տարածքը։
Ես հələ ուրիշ խնդիր է, ես հիմա այս խնդրով չեմ ուզում զբաղվեմ, հա, մեկ էլ ուզում ասեմ, որ այս պատից, այսինքն այդ նիշը, որ դուրս եկել է հասել է իմ օրինական սահմանի կետն է, ես չափագրողներ եմ բերել 2 անգամ են էլ, տարբեր չափագրողներ, հա, 2 տարբեր չափագրողներն էլ, որ եկել են նույն կետերն են նշել, ցույց տվել, այսինքն երկուսի դեպքում է պարզվել է, որ իմ օրինական սահմանը բերել հասցրել են բան, ճանապարհի վրա են խոսքի գցել, այսինքն իմ սահմանային գիծը, պարագիծը այս կողմից, Լուսահոգի Տիգրանի հողի կողմից 32 մետր է, այսինքն այս բետոնի պատից մինչև վերևի նիշը 31 է, ու այս կետը, որ ասում եմ, այդ կետը, որ գալիս է, նորդ է գալի ինքը 32-ը դզվում է, այսինքն իրանք կարան, այս մի մետրը տանեն կպցնեն իմ պատին, այն օրենքը հենց դրա համար այլել 2021 թվական, ճանապարհը Լենան է, համայնքի ճանապարհը, ու վերևի ազատ տարածքից մի մետրը տան ինձ, այսինքն դառնում է, ես համայնքի հող չեմ վեկալում, այս կարևոր նշանակությունը բերում են լենցնում են, վերևը մի մետրով նեղանում է, իսկ մի 32 մետր երկարությունը պահպանվում է, ու այդ 32-ը, այսը նայք, իմ խմելու ջուրը հիմա հարևանի հողի մեջով անցնում, ես դրա համար եմ ուզում փոխեմ, են կոմով տանեմ, այս մասով չի ելում, փորձել եմ այս պատի տակով, այս հատվածը, Այստե 2 տարի առաջ ես բռնել քանդել եմ, իջել եմ գետնի տակ, միջև ներսի կողմից ուզեցել եմ քանդեմ, որ իմ ջուրը տեով անցկացնեմ, տեով չի եղել, ստե նայում եք իշ վիճակը, ստե հիմա հարևան Լուսահոգի Տիգրանի հողա, քանի անգամ մեռա մենակ, տուֆի քարը գցել եմ ջրաչափի վրա, ես չեմ անում ինչ է պատահում, քանի անգամ ես կարգավորել եմ ես, ակուրատնի ծածկել եմ ժեշտով բան, բայց ավտոները գալի ելում են վրեն, այսինքն այդ վտանգավոր տեղ է, ես դրա համար են կողմից, համ բանը չի անեմ, անունչա, համ չի ծագվում, պատճառը ինչի համար եմ են կողմից ես ուզում իմ ջուրը քաշեմ, ամեն որ հետագայում ես նման խնդիրները, այսպես խնդիրների առաջ չկարնեմ, ես քիչում էլ տեսել եմ քարը մեջն է, այս 32 մետրը նայեք, ստե թելը գցել եմ նիշերով, էսա, նիշերով, այսինքն էթմա, ըստ կադաստրային կոորդինատների հետ, իմ նիշերը ստեով է գալի ու ասում եմ ոչ թե մի չափագրողի եմ բան արել, դիմել մի րոպե ժողովուրդ, այլ 2 չափագրող, տարբեր չափագրողներ եմ ասել, իրանք եկել նշել են, սա քանի են ներքևի մասին ասում, ստե մի բան ցույց տամ, են որ ասում եմ ինչի համար կարամ մեքենալով արածել են, այն դրսի տոշկից, որ ես ասամ մի մետր 15 սանտիմ իմ պատը, իմ սահմանը պատից հեռու է, գտնվում է ճանապարհի վրա, համայնքապատկան ճանապարհի վրա, բայց դառնում է այդ մի մետր 15 սանտիմ իմ սեփական, օրինական սահմանը, ընդեից միջև այս բետոնի մեխը, այս նիշն է, կադաստրի ուղարկած կոդերի ու չափագրողների նշած, միջև ստե 32 մետր է, ես այն ժամանակ այս պատս կառուցելու առաջ իմ այդ բետոնի պատից հաշվել իմ, ես գիտեմ 32 մետր է իմ սահմանը, երկարությունը, ես ընդեից 32 մետր հաշվելով եկել եմ, այս պատից հələ մի 35-ից 40 սանտիմետր այս կոմի վրա խոսքի իմ 32 մետրն է եղել, այսինքն ես պատը
Այս պատը կառուցելու ժամանակ ես ինձ եմ արել, որ իմ պատը 35-ից 40 սանտիմետր իմ հողամասի, իմ սեփական օրինական տնամերձ հողամասի սահմաններում մնա, բայց չգիտես թե ոնց հիմա թե թույլիմացությունը կամինադու են արել, որ հետագայում այսինքն համարեն, որ իբր թե համայնքապատկան բանա հողա, հետո մանօրինական համարեն, հեսա նայեք թելը գցել եմ։ Ըստ այս տոշկաների, եթե մի մետրը չավելացնի, ժողովուրդ ջան, նայեք այս չափսը, այսքանա իմ պատից անցնում է համայնքապատկան տարածք, այսինքն մի 4 մետրից 3.80-ից մի 4.10 էլ այդպես մոտավոր չափսի։ Այսինքն այդ ես կարամ ենթադրեմ, որ այդ միտումնավոր են, այդ մի մետրը տարեմեցել է ճամփան, որ այս իմ պատը հետագայում անօրինական համարվի։ Ու իմ ասած ապացույցն է, որ այդ 3-4 տարիներին ես միշտ ասել եմ, որ այս շինարարական աշխատանքներ խանգարում են ու խանգարվում է պետական ամենաբարձր մակարդակով է խանգարվում։ Այսինքն այն որ թույլիմացաբար է իմ օրինական սահմանը իմ եմ բետոնի պատից, այն հատվածի պատից ուրա հայտնվել ճանապարհի վրա իմ օրինական կետը մի մետր ուստից պակասել այն պատը հայտնվել է համայնքապատկան հողի բանով, այդ ցույց է տալի, ես ավելի շատ հակված եմ նրան, որ ոչ թե թույլիմացությունը, այլ միտումնավոր ձևով արված է։ Ու ես դրա համար դիմելու եմ, որ գան այն մի մետրը բերեն կպցնեն իմ օրինական սահմանի իմ պատին բետոնի ներքևի։ Ես էլ դզեն իմ մի մետրը այս կողմից կարգավորեն տանուց։ 2021 թվականի կառավարության որոշումը հենց այդ ասում ու համապատասխան պաշտոնատար անձիկ պարտավոր են այդ անեն։ Այսինքն ինչ են արել, միտումնավոր մի մետրի չսրեն, այսինքն որ գան ասֆալտ անեն, ես այնքան ստոր պտել եմ, պետք է կայնեմ խոսքի ներքևը որ գան փողոցը այդ որ ցույց տվամ ասֆալտ անեն, պետք է այնքան ստորել եմ, կայնեմ ասում չէ այդ մի մետր 15 սանտիմետր իմ հողն է, ստե ասֆալտ մի արեք, ու այդ է մարդը որ տարիներ շարունակ լիքը բաներ զոհաբերելով, թե իր անուն, իր պատիվ, իր արգան ամեն ինչ առհամարելով պայքարել է այդ բնակիչների բարեկեցության, այդ բարեկեցության ասելով անառողջ անվտանգ ապրելակերպի կոյողագծի համար։ Այսինքն նման մարդը ոչ կարող ասի, չէ այդ մի մետրը մի ասֆալտ է պատեք։ Այսինքն այդ նշանակում է այդ մի մետրը պետք է բերեն կպցնեն իմ պատին, այնտեղից նեղցնեն մի մետր, իմ պատը օրինական սահման թողեն, ինչքան կավելանա մի մետրը, մետր 15-80 սանտիմետր, այս կողմը երկարացնեն, իսկ այս դեպքում խոսքի բանը անինչ է, իմ պատը օրինական է համարվում արդեն, եթե այնտեղ անօրինականությունը ուղղում են, ստե իմ պատը հələ 35-ից 40 սանտիմ, թող գցեմ լավ 20 սանտիմ իմ հողի մեջ է մնում, ոչ թե համայնքի, իսկ դուք տեսաք վերև այդ թելը, որ գնում է, այս թելի ուղղությունը որ նայում եմ, 384 բանը 410 այդ պատիցս մնում է համայնքի հողի մեջ։ Վերջի վարիանտ եթե են էլ չանեն, իմ վերջին չէ, էլի ես կարամ այսքան տարիներին տուժել եմ, կարամ այս սահմանի բետոնի այդ հիմքն է, բռնեմ, համայնքի սահմանին հավասար այդ 4 մետրը բանը էլի իմ համար նեղություն չէ, լավա շատ չեմ բարձրացել, 1.20 բարձրությունը, 2, 4, 5 ռյաց, ստե մի մետր է, այն կոմը 1, այն հատվածը 1.20 բարձրություն է, կարամ էտ էլ անեմ, էլի խնդիր չի, այն մի մետրն էլ նվեր տամ համայնքին իմ թաղամասի բնակիչներին, ես էլ խնդիր չունեմ, էտե ուրեմ այդ 4.10-ն է, ստել նայք, երեք չապել եմ, ես իմ պատն է, 4
70 էլ այս պատի ծերից ստե է գալի։ Այսինքն եթե մի մետրը բան են անում, այսինքն ստե կդառնա 4 մետր, 380 եռանկյունաձև որ գա։ Իսկ եթե ինձ ասեն այս պատը անօրինական է, պետք է քանդվի, իրանց այդ կարգի ցածրացնեն, այդ կարգի հասնեն, հա։ Առաջերտին այս պատը ոչ թե անօրինական է, այս պատը նայեք, ստե լիս կա, հենա պատ է կոչվում։ Նույնն էլ մի պատներ, այս պատերներ, այս կողմի պատներ, հենապատ համարվում, որովհետև վտել է լիսկ, հա, այս բանը, հենապատ է կոչվում, այսինքն ինքը ինչ-որ շինության, կառույցի կամ ինչ-որ բանի պատ չի կոչվում, էլի, գարաժի կամ շենքի պատ չի, այլ հենապատ է։ Ես շարել եմ հողը չլցվի, իսկ այս ճանապարհը 90 թվականից գոյություն է ունեցել ու գլխավոր ճարտարապետ պարոն Արմեն Աղաջանյանը, որ ման այդ հատակագիծը տվել է, դա նշված է, որ այդ ճանապարհը բանը 90 թվականից մուտքը այս կողմից արել, բացի այդ կան արբանյակային լուսանկարներ, որ կարող եմ այդ լուսանկարներով ես նույնիսկ ապացուցեմ, որ այս տան մուտքը միշտ այս կողմից է ելել։ Այսինքն ես այս հենապատերը սարքել եմ, այս մի պատն էլ գալու է այս սրա հավասարին, այս կողմից էսա ինքը փորած է, ուղղակի ելը որ հնարավորություն չկա չեմ բերում։ Գալու է ստե ուստե վարոտ է գրվելու։ Իսկ եթե կփորձեն այս պատը քանդեն, խնդիր չունեմ, կարան գան քանդեն, այսինքն այս հողի հավասարին այսքանն է, ես միտումնավոր ես չիմ բարձրացել, առաջերտին եղանակը բան չեր անեմ, թույլ չեր տալի, երկրորդն էլ ես իմ նպատակը միջև հələ որ այսքանն է եղել, այն ես դիմելու իմ օրինականացման հարցերով նորին շարունակելու այդ մի քանի սանտիմը, այսինքն գետնին հավասար է, եթե իրանք քանդելու են ընդամենը 1, 2, 3 ռյադ շարք բան, բլոկ պետք է քանդեն, ինչին ասում ես սրանց, հա, այս բլոկներից պետք է քանդեն, ընդամենը, այդ էլ հաշվել եմ, ընդամենը 34.5 հատ բլոկ անում, ստեից էլ ես աստյա տալիս սալմանում, հա, նիշա, հա, եթե կգանք քանդեն, Կելքս չի կտրում այդպես բանան, բայց եթե կգան չեն օրինակ, չեն թույլ տա օրինականացնեն, ու կքանդեն, ու դրանով իրանց հոգիները կփառավորվի, թողան քանդեն, հոգիները այդքան փառավորեն։ Այդ քարերին էլ էտերները իրանց նվեր տանեն։ Ու այն վերևը ես որ ասամ մի մետր խոսքի ներքև են իջեցրել, այս մի կողմը ինչու եմ ես համոզված, որ միտումնավոր, որ թողել են համայնքի հողի մեջ, այդքանը, այդ զուտ են պահնա, ստե նայեք, բռնում, այս պատը ես ինադու են ժամանակ միջև ստեմ, նայեք, թելից չի անցնում պատը, այսինքն ես իրանք չեն հասկացել ես ինչ եմ արել, ոչ մեկը չի իմացել, այդ ես միտումնավոր հասել եմ ստե կայնել եմ, որ հետագայում ես օրինականության համար դիմեմ, նոր շարունակեմ այս պատը, բայց միջև ստե, այս պատը ստեից այսքան, իմ օրինական սահմանն է, այսինքն հունիսի 1-ի օրենքով, հունիսի 1-ից ելնող օրենքով ես իրավունք ունեմ այս իմ սահմաններում գտնվող պատը դիմեմ համայնքապետարան, օրինականացնեմ, օրինական ձևով շարեմ այն բարձրության, ինչ բարձրության, ինչ որ պետք է։ Ստե այդ պահ ես որ ասում եմ, ինչի համար եմ ես ասում, որ բանը միտումնավոր են արել, ստե էլ, եթե խոսքի իմ չափսը, իրանք մի մետր ընդեր չին տանում, ստեից հələ 30 այս հատվածից, 35-ից 40 սանտիմետր մնում էր իմ հողի մեջ այս պատը, այսինքն հունիսի 1-ի օրենքով ես կարայմ այս պատը իմ շարունակիմ, ու որևէ մեկը չէր կարող ինձ արգել էր, այդ դրա համար են արել, ես ընդամենը մի 5% եմ մտածում, որ կարող է թույլ իմացություն էլի,
Ես 5% եմ ընդամենը մտածում, որ կարող այդ թույլ իմացաբար հայտնված էլի 1 մետր 15 սանտիմենկում, բայց 95%-ով վստահ եմ, որ այդ պետական բարձր մակարդակով հատուկ ձևով վարված գործողություն է ու ես ապացուցամ ինչի համար, որ ես չկարողանամ ընդ պատը բարձրացնեմ, որ ինչ-որ փողատերերի իբր թե հանգած մի հատ կետ չբարձեմ, ինչ-որ փողատերեր հանգած մի 10 դրամ մտածում են ես սամոն կետը կբացի, իրանք կսննկանան, նա սամոնը կդանա միլիարդատեր։ Ու այդ է մարդիկ են, որ ես երկրի համար որևէ ոչ մի բան առաջ չունեմ։ Եթե պետք է մտածել, որ Էլեն Արտարանին պատերազմի 16 թվին խոսքի 20 թվին 500,000 կամ 1 միլիոն 2 միլիոն գումար ենք փոխանցել բանակին, ուրեմն իրանց պատասխանն է, որ սահմանի կայնած տղերք այդ թվականներին կռվածները գլադիատորներ չեն, որ համարես ես փող եմ տվել, ուրեմն իրանց բանը պետությունը իրանց այն ձեր տվածներից ավելի շատ է տվել, հազարապատիկ ավելն է տվել, ու բացի հետ էլ, դուք լավ կլիներ այդ 500,000-ի կամ 1 միլիոն փոխանցելու փոխարին, այդ ժամանակ պետությունը ոչ էլ տղերքը դրա կարիք չեն ունեցել, դրա փոխարին ճիշտ կանիք զենք վեկալի ձեռնից կայնիք մեր կողքին ու որ մեր կողքը կայնի կամ տղերքի կողքը կայնի 18-ից 20 տարեկան զինվորների կողքը կայնի, հաստատ դες վստահ եմ, որ դուք չիք կարա կայնիք ու այսօր ձեզ ինձ չիք պահի, ոնց որ հիմա պահում, այսինքն այդ 500,000 բանով կամ 1 միլիոն փոխանցելով չփորձեք հանգարց մարդկանց իրեսով տակ իբր թե երկրի համար բան ունեն կարած կամ ասում են խոսքի ես ինչ մեքենան բանակի փչացել է կամ շտապօգնության մենք ենք արել, այսինքն եթե դու ես տարել տիրապետել, մարզպետարանի տարիների ուր էր մարզպետը, պետությունը ուր էր, զինվորականները ուր են, բանակը ուր էր, որ եթե դու ես արել, այսինքն այդ անհավանական բան է, որ ասում են։ Հիմա ուզում եմ նորից վերադառնալ ժողովուրդ ջան, այդ եռանկյունու պահը, որ ուզում եմ ցույց տամ, այդ որ սկզբից հստակ փաստերով այս մասի տարածքի մասին է խոսքը 9 մետր այն է ստեից հեսա մոտիկանամ նայք Էսա ստեից, այս թելսա 9 մետր իչով այդ սետկայից ծերը հեսա մեծասնում հեսա այս ծերը իչով սետկայ այս ծերը այդ մասը հեսա 9 մետր այդ 9 մետր փաստացի սահմաններից ներս եռանկյունա ձև է ինքը 9 մետր այսինց էսա թելը նայք 9 մետր լենիչնա, բայց այդ մա 8, 7, 6, 5, 0-ի անում հասնումա մայրուղի այսինքն ես կանան ընդամենը ես մի փոքր տարածքը 122-ից 123 քառակուսի մետր ընդհանուր մակերեսով տարածք ես խնդիրը ես բանին է հասել, խնդիրը ես է, հիմա Ռուբան մի կողմից ասում է ես պարկ ու պահանջ չունեմ, այդ հողը քոնն է, ծախելուց կտան քեզ, եմ, բայց հետո և գալիս այդ գործարք անելու խոսքի հենց վերջ անգամ Երևանից մարդ էր եկել, բայց դե ինքն հենց բան ասա, որ ես ոչ կարայմ խոսքի մոնատ գայմ որեմ, ոչ որ կարայմ իր այդ պատասխանից էձև ասես գոհանայм, էլի, համարին, որ ճշմարտացի պատասխան է տվել, այս ժամանակը ցույց կտա, բայց ամեն դեպքում այդ 122 քառակուսին, այս տարածքը, այս անամեկին փետերը ժեշտերն աստել լցած, Լուբոյի սեփականությունը
երբեք չի հանդիսացել, այդ հողի սեփականությունը, այս տարածքի հողի սեփականությունը երբեք չի հանդիսացել, եղել է համայնքապատկան տարածք, ու ոչ միայն իմ կողմից, այլ իր սետկայի այն կողմից էլ համայնքապատկան տարածք եղել, օրինականացվել է ինչ արել, լավ արել, այդ իրան հալալելի, բայց այս սետկայից, այս փաստացի սահմանից այս կողմ ինքը որևէ իրավունք չունի։ 90 թվականից ասում եմ, ոչ իր հողամասի նախկին տերերը, ոչ ինքը, այս հողամասը 19 տարի է, սեփականատերը ես եմ։ Որևէ մեկը այս սետկայից, այս բետոնի պատից այս կողմ չի եկել անցել։ Նայեք այդ բետոնի պատի բարձրությունը, այսինքն աստիճան գնում է, էլի։ Միջով հասնում է այստեղ, մոտ մի 20 մետրից ավել։ Ահա, հեսա, այստեղ, ստից արդեն հողի վրով, այդում հասնում մայրուղի։ Այսինքն, ստե որևէ մեկը երբեք բացի ինձանից, իմ ընտանիքի անդամներից, որևէ մեկը ստե ծառ չի տնկել, ծաղիկ չի տնկել, բանջարեղեն չի ցանել, տնկի չի ցանել։ Դուք ո՞նց եք պատկերացնում, այսքան տարածքում Ռուբոյի եթե օրինական էր, ինքը կարար ամենակիչը այս խաղ տվամ, ահա, այսքան տարածքում ինքը ամենակիչը 100 հատից ավել տնկի կարար տնկեր, աճեցներ, ծախեր, մի տնկին էլ գիտեք թանկ է, հիմա տնկիները էսեն, այսինքն եթե ինքը չի ուզեցել լավություն այփրտե արել, չի ուզեցել այս սետկայից անցնեն կողմ, չի ուզեցել վատամար դառնանք, իմ 19 տարվա հարևանն է Ռուբոն, նույնիսկ իրա կինը իմ կնոջ մոտիկ ընկերուհին, այդ կարգի մենք մոտիկ հարևաններ ենք ելել, ուրիշ չի թվում, որ Ռուբոն ինչ-որ բաներ կանի։ Այսինքն, եթե Ռուբոն խոսքի մոտիկ հարևան ենք եղել, իբրտե չի ուզեցել վատամարդել ենք, այս սետկան չի քաշել այս կողմ, նշանակում է ինքը միջև վերջ իրան պետք է տղավարի ձևը պահի, ու խոսքի այս համայնքապատկան տարածքը կամ ինքը վաճառի ինձ, կամ էլ համայնքապետարանն է պարտավոր, այսքան տարածքը դարձնի համայնքապատկան տարածք ու վաճառի ինձ։ Եթե ինձ էլ չի վաճառի, ուրեմն թող մնա համայնքապատկան տարածք։ Այսինքն այս տարածքը երբ որ տրվել է Ռուբոյին, դարձել է օրինական Ռուբոյին, այդ 122-ից 123 քառակուսի մետրը, ուրեմն իրանք ասում են աճուրդով են արել, եթե աճուրդովին արել, առաջերտին համար առաջինը իրանքից մոտիկ հարևանն եմ, առաջինը որպես կից հարևան, անմիջականորեն կից հարևան, ինձ պետք է տեղեկացնին աճուրդի մասին, կարային մի հողենկոմ հարևանին կամ երկու հողենկոմ հարևանին չտեղեկացին, բայց իրանք ինձ պարտավորին, որովհետև այնպես չի, որ ես ամեն օր պետք է նստիմ թերթ առնիմ, կարդայիմ կամ մտնիմ սայթերը, կայքերը, նայիմ հոպ աճուրդի է, թե աճուրդի չի, որ ես բան անեմ։ Խոսքի ես իմ կյանքով ապրել եմ, ոչ մեկի կյանքին չխառնվելով, այդպես ասած, այսինքն այդ աճուրդով եթե առել է, այդ աճուրդը անօրինական է ելել, երկրորդը փաստ այն, որ աճուրդի ժամանակ պատճառը, որ ինձ պարտավորին իրանք տեղեկացնին, այս տարածքը նայում եք, հիմա կարող է վաղը միսօր Ռուբոն բռնի անի սետկան բերի, արդեն այս թելով գցած տարածքով, ես չեմ անի կանի թե չի անի, երկրորդ պատճառը այնա, որ առանց իմ համաձայնության իրավունք չունին առանց իմ մասնակցության աճուրդ իրականացնին, այդ 122-ից 123 քառակուսի մակերեսով ընդհանուր տարածքը իմ փաստացի սահմանների ներսում էր գտնվում, իսկ դա նշանակում է, նայեք, սետկան էս ասում է, էս էլ թելը, իսկ դա նշանակում է, որ խոսքի, նայեք բետոնները, որ հետագայում քանդվի, այս փաստում, որպես արձանագրում, այսինքն քանի որ այդ փաստացի համայնքապատկան տարածքը
իմ փաստացի սահմանների ներսում է գտնվում, շեշտում եմ իմ, ոչ թե Ռուբոյի փաստացի սահմանը, իմ փաստացի սահմանների ներսում է գտնվում, ուրեմն իրանք պարտավորին ինձ տեղեկացնին, բա գիտես, աճուրդ ենք հայտարարում, հարևանը էլ այդ փաստացի սահմանների վրա աշկ ունի, այն այկել աճուրդի մասնակցի, արի տես ինչ ես անում, առնում ես չես առնում, այսինքն երկրորդ պատճառը այդ էր, երրորդ պատճառը, որ չին կարա այս հատվածը ընցնես տայն Ռուբոյին, թեկուզ արկու վաճառքով, աճուրդով էսն, երրորդ պատճառը այն էր, որ եթե տալիս են գալի կպնում էր իմ հողամասին, չէ, այս սահմանը, նայք, ես ընդ ջրի խնդիր ունեմ քաշելու ես եմ բաման, միջև իմ համաձայնությունը չլիներ, իրանք իրավունք չունին, որևէ կադաստրի աշխատակից, համայնքապետարանի որևէ աշխատակից, համապատասխան մասնագետ, որևէ իրավական կամ բարոյական իրավունք չուներ, այս սահմանը վեկալ էր առանց իմ համաձայնագրի տար այս հողի Ռուբոյին։ Հիմա կարող է ինչ-որ մարդիկ կեղծ թղթեր անեն, իբր թե շուտ ա եղել էսեն, բայց այս զարգացած թիվա 90-ականները չի, կարամ հանգիստ ձևով ապացուցեմ, որ խոսքի այդ ոչ թե շուտ ա եղել, այլ հենց այն ժամանակ ա եղել, երբ հողի տերը ես եմ արդեն սեփականատար եղել, անհնարավոր դրանից շուտ եղած էր։ Եթե դրանից շուտ ա եղել, Ռուբոն հողը առել էր, ես առել եմ 2 թե 3 տարի հետո ինքն ա առել։ Դե թող գար, ինձ ասի Սամվել ջան, սս խնդիր կար։ Եթե ինքը կասի, ես չեմ ասի, որ կարիվ չելի, բան չանի, վեշ չելի մեր մեջ ես են բաման, այսինքն ինչ տարբերություն։ Հետագայում խոսքի վաղ թե ուշ բացվելու էր, ու եթե դու աշկ ունիր այդ տարածքի վրա, այդ կարիվը վեճը ելնելու էր։ Չնայած ես հաստատ չեմ էլի Ռուբոյի հետ, լիքը մարդիկ ուզում են, որ այդ կարիվը վեճելի, իրանց հոգիները փառավորվի, ուրախանա, ներկու հարևան կռվան, նորովան թաղամասի կոյուղու պայքարի տարիներին են փորձել իմ հարևանների հետ ինձ կռվեցնել, չի ստացվել, դրանից հետո են փորձել խոսքի մոտս եկել են մողամոտ ձայնագրելով, դա եղեգնացորդիները մարդ չեն, այդպես խոսակցություններ են տարել, ես էլ ասել եմ, աղբեր ջան, գյուղ չկա շունչելի, դու անկախ նրանից այդ բանը, անկախ նրանից դու եղեգնացորդիների հանդեպ ինչ կարծիք ունես չունես, քո կարծիքը պայք ես, իմ կարծիքը եղեգնացորի բնակիչների ու հատկապես իմ թաղամասի մեր թաղամասի բնակիչների պահով հարգալից ու դրական է, այսինքն ես ազատամարտիկ եմ, երկրորդ հերթին էլ իմ համար կապ չունի եղեգնացոցի, ջերմուկցի, ալավերցի, մեղրեցի կամ ես կամ են, որովհետև ես մենակ իմ մարտական հերոս ընկերների հետ, ես մենակ բանը շուրտամ, ես իմ մարտական հերոս ընկերների հետ, ես մենակ հանուն եղեգնացորի կամ ջերմուկի կամ ինչ-որ ընդհանուր մեր հայրենիքի, մեր հանուն մեր Աստծու, հանուն մեր ազգային արժանապատվության ենք պայքարել։ Այսինքն, այն որ ուզեցել ենք հարևանին դեմ անեն, չի ստացվել, հիմա աշկիս հիմա էլ այս ձևով են ուզում, ինչ-որ մի պատմություն սարքեն, ավտոմատ ձևի, ասենց թշնամի սարքեն, կռվեցնեն, որ հետագայում էլ նայությունը իրանք շատ լավ գիտեն, ընդամենը մի հատ պատ է մնացել ընդ որ բերեմ ընդ ու կարամ շարժական բան դնեմ, այսինքն Ռուբոյի հետ ստե մենակ այս խնդիրը չի, Ռուբոն կելի կամ կծախի ուրիշը կարնի, փրտը ուրիշը, այսինքն իրանք փորձեն խնդիր սարքեն իմ համար, նայ գալի համարյա մտնում է իմ այդ շինության հետևը, այդ 9 մետրը, բայց ստե չէր կարա 9 մետր էլ էր, այդ հողային տեղա շարժ ա եղել, ինձ թվում է այն ժամանակ այն կողմից 4 մետր ա եղել, իմ ազատ տարածքը, այս կողմից էլ 5 մետր, բերել են ուղղակի այն կողմը դզել են, տան կողմի պահ, որ խնդիր չելի, այս կողմը բերել 9 մետր են սարքել, տվել են Ռուբոյին, որովհետև Ռուբոն մինչև հունվարի 16-ը ինքը գիտեր, որ 5 մետր է իր տարածքը, իր ասելով էլի, ինքը այս ձև գիտեր, այսինքն ուզում եմ մահանա ինչ-որ միտումնավոր ձևով կռիվ սարքեն,
Вечերը արեմ, որ հետո էլ Ռուբոն իբր թե համաձայնություն չտա, որ ես դա շինություն սարքեմ, ստե ես ոչ օբյեկտ եմ սարքելու, ոչ երաժշտության կամ մոշնի, ես այն ինչ-որ բնակիչների հանգիստը խանգարող, ես նայելու եմ, ինչ հնարավորություն ունեցամ, այն էլ սարքելու եմ, այսինքն բանը, այդ սարքելուն ես հələ հետո առանձին ուրիշ որ կանդրադառնամ, չեմ ուզում շատ երկար ես եթերը, այսինքն Ռուբոն առաջ երթին չի կարա ասի ինձ, կամ առնող ինձ ասի, ստե այդ բանը դու իրավունք չունես սարքես, ոնց որ ես եմ հողին ասել, որ սարքում ես, ինչ ուզում ես սարքի քո ցավն տան, բայց իմ տան լուսամուտներից ձեր պատը չանցնի։ Իմ լուսամուտների լուսավորությունը ես տուն չեմ սարքել, որ հետո գան իմ տան լուսավորությունին այն էլ սպալին կողմի փակեն։ Ասել եմ միջև պատը, հա կարամ մարկայինով մի լուսամուտին ինչ-որ զիջեմ, խոսք մի 5-6 մետր, ասեմ հա արի փակ այդ մի լուսամուտը, բայց այն երկուսը հաստատ չեմ թողա խոսքի։ Այսինքն Ռուբոն չի կարա, այն ինչը որ ես եմ իրանց ասում, հիմա այդ մարդիկ պրոբլեմ են սարքում, ես գիտեմ այդ պրոբլեմ սարքողները ովքեր են այս ամեն ինչի տերերը, Ռուբոյի հետևը կանած ովքեր են իրա թեկունքը, այս թատրոնի ներկայացման սցենարիստները ովքեր են, ես այդ շատ լավ գիտեմ, բայց այդ ինչ սցենար որ գծել են, այդ սցենար իրանց մոտ սցենարը այդ ինչ գծել են, այդ նախապատրաստել է, չի աշխատելու, որովհետև Ռուբոն ինչ չի կարա ասի, ստե դու բան մի դիր, ինքը ստե շինություն չունի, նայք։ Եթե գա ասել, ես նախագիծ ունեմ, ուրեմն այդ իմ թվով սարկած նախագիծ է, որովհետև Ռուբոն ստե ոչ տուն սարքելու, ոչ էլ ինչ-որ շինություն սարքելու բան չի ունեցել։ Այսինքն այդ պահով էլ ինքը ես կարամ դիմեմ դատարան ու ես իմ աշխատանքը դնեմ անեմ։ Հիմա ես Ռուբոյի դեմ չարացած չեմ, թշնամի չեմ համարում իրան, ես հույսով եմ Ռուբոն եմ որ տղավարի իրար ձեր ենք տվել մի րոպե, ես ու Ռուբոն որ տղավարի իրար ձեր ենք տվել պայմանավորվածություններ ենք ձեռք բերել, ճիշտ է ինչ պատճառներով մի քանի անգամ խախտվել այդ պայմանավորվածությունները, բայց հուսով եմ, որ Ռուբոն խելամիտ կգտնվի ու այդ հարցը նրան չի տանի, որ հասնի դատարան էսեն։ Եթե նույնիսկ մինչև մայիսի 10-ը, 9-10-ը այս հարցը չլուծվավ, մայիսի 9-10-ին ես եմ իմ ձեռով այս հետ հանելու եմ, բերեմ կպցնեմ այս թելին ու վերևինն էլ էթալու անես ոնց որ կա, վերևում էլ համենքապատկան տարածք այլի, ես մոտիկան մտե չես կտամ, ես ուղակի իշքանը որ իմ հողի մեջ է այդքան է ստեից էլ հեսա կասում ժողովրդին, նայք այս թելս ես թեկուցամ, գալի ինքը եթում է թեկուցամ, իմ սահմանը միջև այստեղ գալի, իսկ էմի արմատուրան, այս, այս արմատուրան երևում է, այս Ռուբոյի կորդինատների վերջի կետն է, այսինքն այդ արմատուրայից այս կողմ համայնքապատկան ազատ տարածք է, այդ կորդինատներն էլ ես ամսի 16-ին եմ Ռուբոյի հանել, որ հետագայում նորից ինչ-որ սահմանային խախտումներ չլի, կադաստրի կոմիտե եմ դիմել 3400 դրամ վճարել եմ ու այդ այսինքն ինչ է կատարվել, հեսա մի րոպե ասեմ ժողովրդին, հեսա թե ուղղակի գրել եմ, որ չխառնեմ էլ անունները, միջև ես նշելը, այս խնդիրները հողամասի հետ իշ կա, այդ որ հասում եմ դատարան, ես միջև
մայիսի 1-ի դրությամբ մինչև այսօր էլ մինչև մայիսի 10-ը 2026 թվականի հունվարի 16-ից սկսած եւ ենթադրություն եմ ունեցել ինչ-որ բաներ չի, այդ օրվանից սկսած մինչև մայիսի մինչև հիմա ու այդ շարունակվելու է, եթե սահմանային սետկանալու բան ինքը չբերի հասցնի ինձ խոսքի չբերավ արդեն ես եմ ընդից բերելու այս թելը, հա, այդ 9 մետր տեղը, հա, այսինքն եթե միջև այդ կնշանակի, որ ես 4 ամսից ավելի ես փորձել եմ մարկային ձևով, օրինական ձևով, ճշմարտացի, արդարացի, ինչու՞ չէ նաև տաղավարի ձևերով այդ հարցին լուծեմ։ Ես համապատասխան պաշտոնատար անձանց հետ եմ հանդիպել, ես ասել եմ, թե օրենքով, թե տաղավարի բացատրեք, որ այդ ճիշտ այնքան ասում ես խնդիր չունեմ, բայց եթե հանգարց խնդիր ունենա, ես այդ կան հայտնվավանդը, այն տաղավարի քայլ չի էլի իրա կողմից, բացատրեք ես են, հա։ Այսինքն փորձել եմ մարկային 4 ամիս արդեն ես փորձել եմ մարկային ձևերով այս հարցին նորմալ լուծում տամ, որ քրեական գործը չհարուցվի, ես են, որտեղ իմ խնդիրը ինչ-որ մարկած պատժելը չի կամ խոսքի կոպիտ ասած պատասխանատվության ենթարկելը չի։ Իմ ասելը այն է, իմ քայլերը այն է, ախպեր արել ես, լավ ես արել։ Բայց այսօր ես տեսել եմ, դու ինձ տարել ես, համայնքից տարել ես, ուրեմն հետ տուր, ճիշտ ձևերով հետ տուր, եթե հետ չտաս, օրենք գոյություն ունի, կա տաղավարի ձևեր, եթե բեսպրիձելն է, կարա բեսպրիձելով էլի, այսինքն ես կարաս հիմա այսօրվա դրությամբ ես սետկա բերես ստե, բայց հաստատ մի քանի տարիներ հետո չափսերը ֆիքսված է, իմ մոտ գրված է, նշված է, արդեն տարբեր տեղից ցրված է, ես դատարանով էլի ինչ ձևով կարճ ասած օրենքով էլի առանց օրենք ես այդ տարածքը հետ եմ բերելու։ Ես ասում եմ, Աստված չանի հարցը դրան հասնի։ Կբերի, թո բերի, բայց եթե ռուբոյի սետկան եկավ 9 մետր հասավ ընդե այս հատվածը այնտեղից 9 մետր եկավ հասավ ստե, ես դեն չեմ անի, ընթացքում հետագայում կդիմեմ դատարան, հա, բայց այդ կնշանակի ոչ թե ռուբոնա այդ սետկան բերել դրել հասցրել է, այլ Եղիգնաձոր համայնքի ղեկավար պարոն Դավիթ Հարությունյանն այդ սետկան բերել հասցրել է։ Ինչ եմ ասում պարոն Դավիթ Հարությունյանը, որովհետև այս հարցը առաջերտին համայնքային խնդիր ունեցող հարց է, իրանք պետք է անմիջականորեն խառնվին այդ հարցին լուծում տային, հա։ Երկրորդ հերթին կա օրենք այդ հարցին լուծում տալու համար, օրինական լուծում տալու օրենք գոյություն ունի, լեգիտիմ իրավունքներ, լիազորություններ կա, որ չի արվում։ Երրորդը ինչի համար եմ ասում, կնշանակի, որ Դավիթ Հարությունյանն է բերել այդ սետկան դրել է, Ռուբիկ Բաղդասարյանը Եղիգնաձոր համայնքի նախկին ավականու անդամ է եղել, Դավիթ Հարությունյանի Եղիգնաձոր համայնքի ներկայիս ղեկավար պարոն Դավիթ Հարությունյանի այդպես ասած աջակիցներից է, կարճ ասած ինքը Դավիթական է, այսինքն ինքը եթե համայնքի ղեկավարը պարոն Դավիթ Հարությունյանն է ու իր ղեկավարությամբ օրով կարա այդպես անօրինականություն տիրի, ինչ-որ մեկը կադաստրային գծերը իր ուզածողությամբ անի ու համայնքապատկան տարածքը անօրինական ձևով իրանով անի, այդ կնշանակի դրա պատասխանատուն տվյալ ժամանակաշրջանի, տվյալ ժամանակաշրջանի համայնքի ղեկավարն է հանդիսանում այդ ամեն ինչի պատասխանատուն։ Ես էլ ուրիշ ոչ մի բան չունեմ, ես չեմ ուզում բանով, ոչ որևէ մեկին չեմ ուզում վատ բան ասեմ, ես փաստերն եմ այսօր 2026 թվականի
մայիսի 1-ի դրությամբ այդ փաստերը ներկայացրամ ու նույնն էլ մյուս կողմից տեսակ ինչեր է կատարվել, որ էլի ապացուցում է, որ շինարարության պահով իմ հանդեպ կատարվում է պետական ամենաբարձր մասշտաբներով է կատարվում ու եթե ստե այս տարածքը որ անցել է Ռուբոյին եթե պետական բարձրաստիճան պաշտոնյաների համաձայնությունը չլեր Ռուբո չլեր, ես չելի, ով ուզում էր էլեր, երբեք չէր կարող համայնքապատկան տարածքը իրանով աներ։ Իսկ եթե արել է, ուրեմն նշանակում է ինքը իր հետևը այսօրվա դրությամբ ուժեղ թիկունք ունի։ Իսկ եթե ես ասում եմ, ես հələ հույս ունեմ, որ Ռուբոն իրավիճակը լարման չի տան, ես չեմ կռվելու Ռուբոյի հետ։ Ես ասում եմ, մինչև մայիսի 9-10 վաճառավ այդ տարածքին վաճառավ կամ համայնքինը դարձավ, եթե չես այդքան քաշել եմ ստե ու իշխանություն փոխվավ, համայնքի ղեկավար փոխվավ, այսինքն այդ ժամանակ ես դիմելու եմ դատարան ու օրինական կարգերով հանգիստ խաղ ձևով եթե այս ամեն ինչը հետ եմ բերելու։ Հուսամ որ դրան չի հասնի խնդիրը։ Գոհստեսություն ձեզ հարգելի հայրենակիցներ, ես նորից եմ ասում, Ռուբոն ճիշտ է։ Ինքը ասում է ես աշկ չունեմ այդ փաստացի սահմանների վրա, այդ քոնն է Սամվել ջան, հա։ Ամփերի հողը ծախելուց հետո Ռուբո դու կարող է հողը 5 տարի հետո ես ծախում, մի տարի հետո ես ծախում։ Ես հիմա գործընթաց քանի խոսքի այսօր որակավորված մասնագետ ճարելու խնդիրներ կա, հələ մեծամասնության վրա ելնում են միտումնավոր ձևով, դրա թեմային առանձին ես կանդրադառնամ ինչեր է տեղի ունեցել, հա, ելնում են միտումնավոր ձևով չեն գալի մարդիկ կան, չեն ուզում ինձ վատություն արածել են, դրա համար չեն գալի, մարդիկ կան ուզում են գան վատություն անեն, հետո ջոկում են, որ չէ դու բիթե ես, ինքնակամ թռնում են խաղից դուրս, իրանց կամքով, հա, դրան ես հետո կանդրադառնամ, ճիշտ անուններ չեմ նշի, Աստված թող իրանց հետ էլի, Աստված կորոշի իշկանի, բայց այդ խնդիրը ես կարող, այսինքն նման խնդիր կա ժամկետներ մինչև դեկտեմբերն է, մինչև դեկտեմբեր ինչ արավ, այս հարցերը ուղղավ, չէ, այսինքն օր առաջ նշանակում է, եթե Ռուբոն աշկ չունի տարածքի վրա, օր առաջ ես դաժե Ռուբոյին առաջարկել եմ, ասել եմ Ռուբո ջան, անկախ նրանից այդ հողերը 3 մասի, 4 մասի կբաժանեն, գիրք կտան, ինչ կանեն, ինչ չեն անի։ Ես այս տարածքը 122-ից 123 քառակուսի կադաստրային ինչ գնով ինչքան որ արժում է, որ արժեք ունի, ես այդ դրանով դու ոչ մի ծախսեր գործ չունես, քո հողի գիրքն էլ եմ անում, այդ որ առանձնացնեն, այդ ծախսերը սաղ ես անում, դու ընդամենը գալիս ես համաձայնությունը տես տալի ու նայում ես, որ ճիշտ տեղը այդ բանը, չափագրողը տոշկան ճիշտ տեղն է նշում, ու շո, մնացած ծախսերը սաղին վրա է, այդ գումարից այդ ծախսերը որ անեմ, փող կավելանա, մի քիչ վրան կդնեմ, կտամ քեզ Ռուբո ջան։ Իմ այդ տղավարի վերջի խոսակցությունը այդ այլև։ Հա։ Չի ավելանա, հələ կպակասի, այն պակաս ծախսերն էլ էլի ես կավելացնեմ։ Ես գնացել եմ Ռուբոյի հետ պայմանավորվել եմ, գնացել եմ վարկ եմ վեկարել, այդ հարցի լուծումների տալու համար, այսինքն մինչև հիմա փաստորեն դառնում է հավայ եմ։ Մասնագետը բերեմ հասցնում եմ ստե, որ արդեն պետք է գործողությունը սկսենք, մասնագետից մի ժամ, 2 ժամ, մի ժամ, ժամ ու կես, 2 ժամ առաջ Ռուբոյի հետ վերջնական այդ խոսակցությունը ունենում ենք, ձեր ենք տալի տղավարի, մասնագետը գալիս է ու հանգարց ընդ ուրիշ խոսակցություն այդում ու այդ ամեն ինչ փոզվում է։ Հիմա միտումնավոր արվում, չի արվում, ինչ-որ մարդիկ ես չեմ կարող առանց հաստատ իմանալու ասեմ, որ Ռուբոյին ուղղորդում են այսն, ամեն դեպքում ժամանակը ցույց կտա։ Ու երթական անգամ ասում եմ, որ այն որ ինչ-որ մարդիկ ուզում են ինձ ու Ռուբոյին կռվածնեն իրար հետ այսն, ես չէ, ես այդ սադրանքին չեմ տրվելու, ոչ թե Ռուբոյից վախենում եմ, այլ ես
այս սադրանքին չեն տրվելու իրանց հոգիները չփարավորի է ձև ասած էլի այն չարպիղծ հոգիները այդ նրանց է վերաբերում ովքեր այս ամեն ինչ սարքել են իմ գլխին ես չեմ կռվելու ես ինչ որ պետք եղնի անելու երբ որ իշխանություն կփոխվի եթե այս իշխանության օրոք ներկայիս համայնքի ղեկավարի օրոք եթե հարցը օրինական ճշմարտացի արդարացի լուծում չի ստանա ուրեմն ես կսպասեմ այնքան երբ որ համայնքի ղեկավարի փոփոխություն կելի իշխանության փոփոխություն կելի այն ժամանակ ես արդեն կդմեմ դատարանով օրինական ձևով այդ ամեն ինչը հետ կբերեմ ու ասում եմ այդ 90-ական թվականների չի ինչքան էլ փորձեն թղթեր կեղծեն հին թվով հետին թվերով այս ձևերը գիտեմ հետախույզ եմ ու ինձանից լավ այդ հարցով զբաղվողները գիտեն թե ոնց կարան պարզեն այդ ամեն ինչը կեղծա թե չէ հիմա ժամանակակից սարքավորումները ամեն ինչն կա փառքած ես հիմա ներկապային ոչ ուզում եմ մեղադրեմ Եղեգնաձորի համայնքի ղեկավարին այս հարցում ոչ իր դեմ չարացած են ոչ ես ոչ եմ պարոն Դավիթ Հարությունյան ոչ էլ Ռուբոյի դեմ եմ չարացած ուղղակի ես երկուսին էլ խնդրում եմ որ այս հարցին օրինական լուծում տան կամ օրինական կարգով իմ փայը ոչ թե աճուրդի դնեն աճուրդի եթե դնում են ուրեմն Ռուբոյի այն մի կեսն էլ համայնքապատկանը պետք է հանեն աճուրդի դնեն այս իմ փայն է եթե այս օրինական ձևով վաճառում եք ինձ կամ պրինցիպի աճուրդ էլ անեք ով պետք է գա մասնակցի Ռուբոն էլի պետք է գա մասնակցի պետք է գա իմ տարածքին ինձ աճուրդը մասնակցի խլի տանի փաստացի տարածքը եթե կտանի այդքան ծրու հալալ կնշանակեն ինչ խոսացել ենք այսքան ժամանակ սա օդ հայել կամ Ռուբոն վաճառում է այդ հողը ինձ ու ամեն ինչ դնում ենք մի կողմ մարդավարի ձևով կամ համայնքի ղեկավարը այս հողը բռնում դարձնում է համայնքապատկան հող օրինական կարգով համարում են օրինական հող ու ինձ կվաճառեն չեմ վաճառի ես կառնեմ չեմ առնի կմնա համայնքապատկան հող վերջի վարիանտ իմ խնդրանքը համայնքի ղեկավարի մեկ էլ Ռուբոյին է տա Իսկ ամսի 10-ից ես ասում եմ ես այս սետկան հետ եմ քաշելու բերեմ ես կողմ ու լիքը ակցիաներ եմ անել ես ասել եմ որ ես մի թիքա հողի համար ես չեմ դնի իշո պատմություններ սարքեմ ես եմ գլխացավով գլխս տնեմ գլխացավանքի տակ բայց ես արդեն պատվի հարց է ես ոչ թե մի թիքա հողա այլ ես պատվի հարց է Ռուբո ջան, եթե ինչ-որ մեկից տանողիր, հող տանողիր, գվիդոնից տանիր, թե գվիդոնը դատախազի աղբերներ դուխը չեր երիք էլ, իսկ ես ազատամարտիկ եմ, իսկ դու հիմա լավ բարձր պետական պաշտոնյաներ ունես թիկունքիդ, հիմա է դուխը երիքում իմ վրա, ես չեմ ուզում նման տպավորությունների, երբ որ ես հարցը կլուծվի, այն ժամանակ նոր այս տեսանյութը ես կջնջեմ ու ամեն ինչ կհամարեմ բան անցյալ իսկ քանի դեռ այս հարցը չի լուծվել այս տեսանյութը ես միտումնավոր ձևով ուղիղ եթերով չեմ ելնում ֆեյսբուքյան այս ձևով եմ հրապարակում որպեսզի բանը ու եթերը մի ամիս հետո ավտոմատ ձևով ջնջվում է իսկ ես մնում է ու ես էլի տեղերա տարածվելու անես չի որ մենակ ֆեյսբուքում է հրապարակվելու այս տեսանյութը էլի տեղեր տարածվել է ու որպես փաստ է հանդիսանալու իսկ երբ այս հարցը օրինական լուծումը կստանա արդեն փաստ ունենալու կարիք չեմ ունենա այն ժամանակ այս տեսանյութը ես նոր կջնջեմ հարգելի հայրենակիցներ խնդրում եմ ներող կելեք այդքան երկար զբաղացնելու համար բայց ես կարևոր փաստերի որ պետք է արձանագրվեր շնորհակալ եմ ձեզանից ավել պակաս կներեք Աստված ձեզ, մեզ և ազգիս հայոց պահապան